Ողջույն սիրելիներս, բարի լույս, դուրս եմ եկել աշխատանքից ու տեսեք կանգառում ում եմ հանդիպել, ամաչումա։ Ես գործից տուն եմ եկել ու այսօրվա ընթրիքս էլ են հեսա պատրաստել դրել, երեկվանե Անգելինաս էր ճապոնական, չգիտեմ ինչ, ամեն դեպքում համով կլինի, ռուկոլա, բազուկ, լոլիկ, սենց ես կոմում էլ, սենց սև հաց ունենք, բարի ախորժակ մեզ։ Դե ու քանի որ ուրբաթ է, ես շուտ եմ տուն եկել, ընթրիքը ես եմ պատրաստելու, ամուսնուս գալու ժամանակն է, որոշեցի նախորդ շաբաթվա պատրաստած պելմենները խաշել։ Բարի շաբաթ առավոտ բոլորի սիրելիներս, չնայած որ շաբաթ է, միևնույն է, շատ վաղ եմ արթնացել, արդեն հասցրել ենք, սուրճ ենք խմել, ես արդեն հասցրել եմ, այստեղ մի քիչ աշխատել եմ, դաս եմ արել մի փոքր ու հիմա ես իմ անկյունն առավոտյան ու հիմա մի զանգում, որ ասի դուրս ենք գնում խանութներով, ես արդեն պատրաստ եմ, դուրս գանք, կմիանամ ընթացքում։ Ես այդպես էլ գիտեի, ճիշտ էի գուշակել, արդեն հերու տղա նստած ինձ են սպասում։ Դնեմ հիմա էլ MacBook-ս լիցքավորվի մինչև գամ, որովհետև այսօր էլի բաներ ունեմ անելու, աշխատելու, դասեր ունեմ անելու, մի խոսքով գնացինք, այստեղ էլ դզենք ու գնանք։ Հերիքա, խճիկս նկարը։ Գնացինք սիրելիներս վերջ։ Արդեն պատրաստ նստած սպասում է, որ խանութ գնանք, սարի որոշել է ինքն էլ գա հետներս։ Մտնենք առաջին աղաֆար։ Գույնավոր բաները, կակավանները։ Աստավեց մաղադանոս վերսնի։ Սատիկի ներկայս ձվեր աղոֆարում 7 եվրո 49 ցենտ 20 հատա։ Ու այսինց ամեն օր սատիկյան բաները արդեն տրամադրությունը։ Սենց ես ուզում կուքիներով։ Բան ունեք, ալադի բուդի ունեք, թե պրծելա, պոպկոն։ Հոֆերից պրծանք, եկել ենք էքշն, տենանք, ալենը գնումներ ունի անելու։ Գրասենյակի համար ուզում է ծածկոց գնի, հապուկ բարդ, հա։ Գնանք տեսնենք, են կոմնա սայլակներ տղես մեծ սայլակ վերցրու։ Ես էլ ահագին գնումներ ունեմ անելու, օրդինացիայի համար էլ սիրում բաներ եմ ուզում վերցնեմ։ Սմաշ ճոճիցա։ Գրիչներն է բանով, գելով, այստեղ սովորական գույներն է, այստեղ չես սովորական, այստեղ փայլովներն է, մեջտեղ, մեջտեղն է։
40 հատ։ Я Диму. Բաներն էլ է այստեղ, հայ, տետրերը սենց։ Ուզում աստեղից փափուկ ադյալ իրա համար ընտրի, որ փափուկ տեղերը ծածկի, հետո պարկի վրան դասը կարթա։ Նայ, հել տեսնեմ։ Սրանք լավ չի։ Я. Գույնն էլ է լավը։ Բանը ես գույնա չէ, կոսենյակի գորգը։ Կամ էսիկ։ Էդի մի քիչ ավելի բաց, հավելավ է այս բացը։ Շալ։ Որ գույնն ավելի դուրդ գալիս է։ Տոստեմ։ Տղուս ընտրությունը։ Ուզում է իր ասանյակը սերուն լինի։ Ամեն ինչ նոր լինի։ Սրանք այգու բարձեր է։ Հելը։ Սենց սիրուն գույնին է։ Կամանների բաժինը։ Աման չամար մոֆլեր։ Չստեղեց էլ դուրս եկան, կեսորվա գնումները ալենինն էր սա։ Արի ստեղ տղես։ Մենակ մամայի զարդացնողը։ Մեր ռուսական խանութի գնումները ոչ անառողջ, բոլորը ռուսական խանութից ինչ գնում ենք, ոչ մի բանն էլ առողջ չի, ոչ առողջ, անառողջ չգիտեմ, ճիշտ ասացի թե չէ, կոնֆետներ, այստեղ կանելոնի, լազանյա, աղբաղակի տեսակներ, դողիկներ, մի խոսքով սենց, որ էլ տանը ցույց չտամ։ Մոխիներ, կոնֆետների տեսակներ, ու մեկ էլ գույն էլ վերցրեցի, չնայած ես սիրում եմ սոխի կեղևով, բայց դե երեխեքի համար վերցրեցի։ Վերջ, գնումները դասավորեցինք ու գիտեք մեր ավանդույթի մասին, միշտ մի հատ ձմեռն էլ երբ եկել ենք, մի հատ պահպաղակ։ Լավ է, չէ՞ մեր հետ խանութ գալը։ Ու քանի որ վաղը բինգոյի ծնունդն է, արդի 22-ին բինգոն դառնում է 2 տարեկան, եկել ենք իր համար համով բաներ գնելու։ Այստեղ ալ, ինչ կա։ Պետք է սիրի։ Բաներ։ Այստեղ էլ փոքրերինն է, փոքր բաներն է։ Հա թռչուններինն է այստեղ էլ։ Նվեր ենք ուզում գնենք բինգոյին ու սենց բաներ կա, անակնկալ ծվիկներ, նայեք, մեջը սենց բաներ է, համեղես լեկալիներից է, այս որ ստեղ այս տեսականիները կան, որ մենք միշտ գնում ենք իր համար, ու մի հատ անակնկալ խաղալիք է մեջը, եվի սենց ինչ-որ բան վերցնենք, որ տեսակը վերցնենք, ալեն, էսի? Ուրեմն, կենթանիների խանութից, մթերային խանութից մի անգամից անցում կատարեցինք դեպի Möbelix, եկել եմ գրաֆինկա գնելու օրդինացիայի համար, բայց քանի որ այստեղ ոչ մի հարմար բան չեմ հավանում, իհարկե սիրուն են բոլորն էլ, բայց դե ոչ օրդինացիայի համար կգնամ մաքսում կնայեմ։ Ստեղ երբ ամեն ինչից մի հատ ամենում ծեղչում են ու բերում են ստեղ մի հատ կամ էլի։ Լավն է, բայց ես ու կալոք։
Հատել շուտ մամաքսում նայեմ։ Պետք է մի քիչ sense թեթևոտ լինի, շատ ծանր չէ, բռնակով ու կուզեի, բայց բերանը փակվող ջրի համար։ Այստեղ էլ մեծ արագ նայեմ։ Մամաքսում համեմատաբար ավելի շատ էր տեսականին, սրանք շատ թեթև են, կարծես պլաստիկ լինեն, կան ավելի սիրունները փակվող բերանով, բայց դե հարմար չեն, ամենալավը այս պրակտիկ սովորական գրաֆինկաներն են, որոնցից կվերցնեմ 3 հատ օրդինացիայի համար, այս վերևինը իմ բանից է, որ ես ունեմ։ Ուրեմն, այսպես գնումների մեծ մասը արդեն տեսակ, մեծ մասը, ինչը որ վերաբերում էր խմիչքների հետ, կարտոֆիլ բան, դրանք արդեն նկուղ եմ միջացրել միանգամից, ու ռուսական խանութի գնումներն ենք տարել։ Այստեղ, ուրեմն, բինգոյի համար հարցնում եք, դրա համար նորից եմ ցույց տալի։ Բինգոյին մենք կերակրում ենք միշտ այս կերով, հենց իր պոմեղանյան շպիցի համար է նախատեսված, այս ֆիրմանը ճիշտ է թանկ է, բայց ինքը շատ լավն է, չորքեր ենք մենակ բինգոյին տալիս ու շատ ջուր չորքերի հետ, ինքը վիտամիններով հարուստ է, երկար է տևում մինչև ինքը մարսում է, ու ընդամենը 1 կամ 2 անգամ է օրը ուտում, դեմ է, որ ասում են միշտ լիքն է, բայց ինքը օրը մի անգամ, 2 անգամ է ուտում, 1.5 կիլոգրամ է, խոսքով Էժան չինենց, հա, բայց ինքը երկար գնում է, կարևորը շատ լավն է, բինգոյի մազերից էլ դեմ ինքը մազերը չի թափվում իրա, մի խոսքով շատ լավ կեր է։ Այստեղ իր այդ լեկալիներն է, այդ համեղությունները, որը չի կարելի շատ հաճախ տալ, այս ուղղակի, երբ որ ինքը մի հատ լավ բան է անում, այդ ժամանակ ենք տալիս, այսինքն ոնց որ քաղցր կամ ինչ-որ մի բաներ է, այսինքն օրը մի անգամ կարելի է, մի հատ կամ մաքսիմում 2 հատ կարելի է տալ, շատ չի կարելի տալ, ճիշտ է իրանք քաղցր չեն, բայց դե ամեն դեպքում այդքան էլ օգտակար չեն, էլի կերուներ ինքը փուճուրի կուրալ։ Ուրեմն ծնունդի համար, հենց այդ օպրակյոյից կլոր, հա, դրանք էլ դուր, ուրեմն այսպիսի բաներ էլի գնեցին, քանի որ իր ծնունդն է, որոշել ենք, սենց որ երեխեքը ամենքը էլի նվերներ, սենց էլի ինքը միսիկներ է, հատուկ շների համար, ու էլի որոնք էլի մատչելի չի, ասեմ, իսկապես կենթանի պահելը շատ թանկ է նստում, ու եթե պահում ես, պետք է լավ պահես։ Լավ պահելն էլ ահագին թանկանստում, բայց դե ինքն էլ է մեր տան անդամը, ու այս նվեր ենք գնել, այստեղ էլի ինձ համեղություններ է մեջը, ու մի հատ էլ խաղալիք, ու ասենք ես այս այնպես չի որ սա միշտ գնում ենք, սա էլ միշտ չեն գնում, միշտ սա կա տանը, որ ինքը երբ տանում ենք մանգալու, որ ինքը դրսում իր գործեր անում, տունը վաբշե չի կեղտոտում, խելոք ամենում, ինքը մի հատ ստանում ենք, արդեն գիտի կամ երբ որ վարժություններ անում է, գեր ու այս ամենը կարելի ասել 1 ամսվա կտրվածքով է, ճիշտ է 40 եվրո ենք վճարել իր կերի համար, բայց 40 եվրո 1 ամսվա համար է, ու մեկ էլ քանի որ ծնունդն է, տորթիկ էինք ման գալիս, որոշեցինք դե չկա այդպես հարմար բան, սենց կեր ենք առել, ճիշտ է ինքը թացկեր ասեցի չի ուտում, չենք տալիս, ուտելը կուտի, բայց դե չենք տալիս, որովհետև չորը ավելի օգտակար է, որոշել եմ էս էլի սենց կբացենք, սենց շուրջը կտանք տորթի նման, վրան մոմ կդնենք, իհարկե մոմը կվառենք, մենք կփչենք, չէ՞ մազերը կկպնի, որ մոտիկ գա, դե կերը տենա կհարցակվի, վրան մազերը կկպնի։ Մի խոսքով, սրանք բինգոյի ուտելիքներն է ու նվերները, սենց, այս կողմում պապկաներ եմ գնել, իմ համար դասերիս համար է պետք, այստեղ այս սենց ուղակի բան վերցեցի սիրուն, զատիկյան, աչկս տեսավ, աշկիցս չվրիպեց, այստեղ մսերը, մսեղենը աղացած, մակարոն, ձվեր ձուելի կարել 2-3 պաչկա էին կարել, սոկի մի հատը տարանք վերևես մնաց, այստեղ ալերս իր համար վերցրել է, սենց գիրք է վերցրել, չգիտեմ տան համար իհարկե ինքը իր օրագիր, որ գրանցումներ անի ու այս բաները, մատիտները ու իր համար շիշա գնել նաև, այստեղ թարմը, ես խացերը թարմը տաքացեր է, այս օրվա համար երեխեքի կամ էլ այսպես թարմը գնում ենք, քանի ինքը թարմը լավ ամուր փակում ես ու դնում ես սարցախցիկը, կիրակի գիշերը հանում եմ, երկուշաբթի առավոտ էլի թարմ է լինում, մի քանի վայրկյան դնում եմ բանի մեջ, այրոգրիլի մեջ թարմ երեխեքին բրդուճ եմ սարքում, մանգոներ, ալյուր, սենց մի քիչ խառն է, էլ եմ դասավորել, բայց էլ են նա շատ մանգո սիրում, դրա համար եմ առնում միշտ։
Ուրեմն Էլենս պատրաստ սպասում է, որ նկարեմ վերջացնեմ դասավորի, այստեղ մրգերը, ինչ որ չունեինք տանը, լոլիկ էլի, սրանք այս սեզոնին այնքան դժվար է լոլիկ գտնելը համեղ, սրանք համեղ ա, շատ ու են պուճուր դեչերիները միշտ է համեղ, Ալենը վերջես ընտրեց, այս տեսակ արդեն, ինչը նկարել եմ կարակ հավաքեք, բալես, մի տենց կանգնեք զինվորների նման, այստեղ ուրեմն թթուվարուն գարուսական, պամիդորի, մածունների տեսականի, շատ համեղ է սրանք էլ, այստեղ սերուցքային պանիրներ է, այս մեկը կանաչիներով է, այս նատուրա սովորական է, սրանք էլ է սերուցքային պանիրներ, այստեղ ունենք վարունգ, ձու, բանան, զայկասել է օգնում, շաքարավազ, պոպկորները խեքի համար, այստեղ արդեն ասի կանելոնիներ և լազանյա, Սպասի կյանքս, մի արա բանանետս բացում է մի ճեղ իրարից, այստեղ այսպես փայլաթի թեղ, սող, մաղադանոս, պղպեղ, տանձ, մեծ սնկեր եմ առել լցունելու համար, այստեղ էլի ռուկոլայա, մի հատ էլ է յարը, 3 պաչկա ռուկոլայա, մի հատ խառը սալաթա, 3 անգելից հետ էլի ենք առել դուրարել, ընդհանուր գլուխ սալաթ էլ ենք առել, այստեղ այս հացերն է, ասենց շատ համով, իխոսկով հացերի տեսականին է, Այս կողմում էլի էքշնի ապրանքներն է, նասկիներ, մաքրության պարագաներ, այս բաժակներից, որ ունեի էլի երկու հատ եմ վերցրել, շատ հարմար էր, ինչի համար էլի վերցրեցի, մուսնել էր շատ հարմար մեջը, շոկմանժեն շատ հարմար էր սարքելը, այստեղ էլի այսենց տոպրակներ, մի խոսքով սննդային թաղանք, կալկա ու նասկիներ, սենց խառը բազմազան գնումներ, մի խոսքով ու այսինք դատարկ տոպրակներ, բայց այստեղ էլ ունենք, այստեղ էլ այս ռուսական խանութի գնումների մի մասն է, ռուսական խանութից գնել ենք էլի քաղցր ձողիկներ, սոդա, կոնֆետներ, պեչենիներ, թթվասեր, որը շատ եմ սիրում ռուսական խանութի թթվասերը, ինչը որ մեր մանկության համն ու հոտն է հիշացնում, այս պեչենիկներն էլ էլի, որ թեյով ամեն առավոտյան մեղր կարակ էինք քսում կպցնում իրար, հիշում եմ Այս գույնը վերցրեցի, տացրած կաթերը ու կոնֆետներ, մի խոսքով, այս էլ մեր գնումները, հիմա գնում եմ սուրճ խմելու, կոնֆետներս վերցնեմ ու գնամ սուրճ խմելու, երեխեքը կդասավորեն, այս խառը, մի հատ էլ նայեք, էլ ինչա կատարում, իրանք ընդ կոմպլեքս են ուտում ուտել ու կդհել են կդասավորեն, բերել արդեն, ամեն ինչ դասավորել եմ, Սենց իրա տեղերը, ասմա դասավորել եմ, մնում եմ մի հատ պիլասոս եմ ու վերջ, գետինը թապատղել ինչ որ այա, ալեն, ստեղ իրա խաղերնա, մոնոպոլիները, լեգոները, նոր ինչ որ ունի էլի, սենց դե տեսել եք ես պողմենչը միասին ենք գնել եմ պեսավոր, Սեղանը, աթորը, համակարգիչը, ամեն ինչը, ժամը այս գեյմինգի ամեն ինչը միասին ենք գնել, ստեղ էլ իր անկյունն է, կոշիկները բերում դնում է դուփի մեջ ամեն օր, հիմա ինչ գործողություն է կատարվում, այստեղ հիմա դասավորում եմ այս ամեն ինչը բանկաների մեջ, մի հատ սրբեմ ու դնեմ տեղը, այստեղ Պրանիկները դատարկեցի, ինպեսա, որ բոլորներ գրեթե դատարկվել են, այստեղ մի քիչ ես գրգերներից է մնացել, արևածաղիկ ունեմ, որը չեմ չորթում, ուղղակի երբ որ ռուզը գալիս է, պես մի քիչ զբաղվում ենք, այստեղ կոնֆետներս հեսա կդատարկեմ, հա, լավ հիշեցի, ինձ հարցնում եք ինչ ցիտապտղի ձեթ եմ օգտագործում, տեսեք, սա Այս էքստրա վերջնն է, այնպեսա սիրում եմ բոլոր տեսակի ձիթապտղի ձեթերը, բայց այս հենց հունականն է, լավն է ինքը շատ համով է, այս արդեն երևի երրորդն եմ օգտագործում, ներքևում ունեմ բացած, այս մեկը հանել եմ այստեղ վերև հաղթանների համար եմ օգտագործում, այսպես հիմա մի հատ սիրուն լցնենք, դասավորենք նորից, այստեղ բան ունեմ, դետմիսեր մեր ունեմ, այստեղ բանանի չիր ունեմ, սենց, հիմա մի հատ ստասավորենք, սենց սրանք, նորից դնենք տեղը, տեսակ գնալուց հավաքել էի մաքուր էր, հիմա նորից մի հատ դասավորենք,
Ամեն բան դնենք իրենց տեղերը ու նորից կհավաքվի ամեն ինչ։ Մնաց սանրվես բոքունիկս։ Հա։ Հացա արդեն էստեղ կդասավորեմ սրանցից պահեստայիններն է։ Հապին գորոշ մորեսի։ Չէ, բացած չի, չէ։ Բացած չի ստեղ։ Վերջ, ես ներքն էլ դնեմ էստեղ, որ չէ աշկիս տակ մնա։ Ստեղ դատարկ տուփերն է։ Այս կողմում էլ այսինչ արդեն ունեցանք։ Իսկ ինչ լովոս տեսախնեցրել։ Սիրուն է, չէ՞ սենց։ Հա։ Այնպես է, որ ես սիրում եմ մենակ այս սպանրովները, բայց ոչ միշտ, ոչ հաճախ եմ ուտում, բայց սիրում եմ, որ տանը լինում է, հնարավորության դեպքում, որ տանը ամեն ինչ լինում է, սիրում եմ, որ երբ հյուրեր են լինում, ունենաս ամեն ինչ, կամ երբ որ նստում ենք ուղղակի դրսում, կամ ֆիլմ դիտելիս, վերջ, սենց, այս էլ ենք դնում ստեղ, Այս ախորն էլ ես ունենք սրա մեջ, աչկովս ընկա, որ ես մի վավլին այս ես մնացել է, հիմա այս որ ես ես մնա, ասից ամբողջը թապվելու է, հիմա մի հատ էլ հարմարավետ աման դրա համար կգտնենք, երևի սրա մեջ լցնենք, ես ավելի հարմար է, այս էլ բաղենք, ես էլ տնենք սրա մեջ, ես էլ տեղավորենք, շվում է ամբողջ նոլ, հետո կասենք երեխեքը թափեցին, որ ակուրատնի լսենք չեն թափի էլի, սենց վերջ։ Սել ենք դնում այստեղ, ենք տեղավորվում է, համեղ տարակը պատրաստ արդեն, նատելաս պշուրները հավաքեմ ստեղից։ Հիմա սիրելիներս հիշում եք, որ նախորդ վլոգում խոտ էինք ցանել ու հիմա ասեցի, որ մեկ շաբաթը նրանա պետքա վրայից մի հատ գնանք, այս տերևները հավաքենք, վրայից արդեն բացենք, որ ինքը սկսի աշխատել։ Հիմա վիդոն այդ գործով է, հիմա հավաքվում է վրայից։ Պետքա մի հատ, տեսեք ինքը ինքան որ չի էլ քաղում, ուստև խոտը դեռ չի աճել, ուղղակի պետք է այս տերևները, այս չոր խոտերը, այս ամեն ինչը հավաքվի, մի հատ ուղղակի տեսեք կոմ, տեսեք ծառի տակ, ինչքան լավ արդեն աճել է, ինչ ինչ կանաչ դեղիներ, հիմա որ մի հատ այս դեղիները կտրի, դա շատ սիրուն կանաչի։ Վերջ ես էլ գնամ իմ գործերին, հետո կգամ սուրճ կդնեմ երկուսով, կխմենք, մի հատ խմեցին, բայց որ ասում եմ բան չասեց, այս ծաղիկս ինձ ամեն վլոգում դրանք տեսեք իշքան ժամ մարտի 8-ից է մնացել, այսօր 21-ն է, իսկան երկար ժամանակ, դա ես մեկի մասին էլ չասեմ պացիենտիս նվիրած, պացիենտ ուհուս, իշքան սիրուն է, ծառերն էլ նենց է բողբոջել, գնացինք, ինչ վիդոն զբաղված է, ես էլ էստեղ վերջացրեցի, որ գնանք սուրճ խմենք նորից, այս մեկն էլ վերջ, իսնենք որ հասավ, հասել է վերջ, եթե ինչ ես հայտնվեցի, այս մյուս պատշկամբում, նորեն պատշկամբում էի, հիմա հայտնվեցի այստեղ, այս ապակիներն էլ պետք է սրբեմ անձրևներից, գնացինք ստեղ էլ սրբեմ, մի հատ մաքրեմ, ավլեմ, շատ գործ կա, սեփական տունը այդպես է, միշտ ինչ որ բան կա անելու, միշտ հեսա արդեն այս անձրևները մի քիչ դադարի, այդ այս կանաչները տեսնում եք, որ կանաչել են, այստեղ ամբողջ նյութ եմ լցնում, չխոտկում ենք, այս էլ մի հատ ուրիշ աշխատանք է,
Շատ գործ ունենք անելու։ Միշտ գործ կա, սեփական տանը միշտ գործ կա անելու, միշտ։ Լվացքս փռեցի դուրսը ու ինձ եմ ուզում ցույց տալ այստեղ, քանի որ այստեղ ջերմաստիճանը սենց ավելի ստաբիլ է, երկուսն էլ փոխփոջել են։ Ասում եմ ծաղկեն։ Վերջ միջանցքն էլ մաքրեցի, ժողովուրդ այնքան անուշ է այս բանի հոտը։ Հիմա մի հատ ցույց կտամ, սենց վարդագույն շնորհ տեսեք, այդքան մաքրել եմ, մաքուր է, ուղղակի փոշիներն եմ վերցնում։ Եսա բոլոր տեղերն էլ մաքուր է։ Հիմա մի հատ մտնենք ներս ու ես ցույց տամ թե որն է, էքշնի որ հոտն է, որ մաքրող միջոցն է, շատ լավն է, շատ հոտը անմահական, սենց Այս մի քանի տեսակը փորձել եմ, համ այստեղ եմ գնել, համ օրդինացիայի համար, որ այնտեղ մաքրում ենք, շատ լավն է բույրը, այս կարմիր գույնը, վարդի բույրովը, շատ լավն է։ Տղայիցիկա, իքի պարկիլիս, որ քեզ սիրել, հա, եկիլիս հետես լվացկատուն լվացկանես, հա, իդղայ սիրուն, ես ալենը քիչ համով բանա բերում, ոյիշ փոպուկը ես դու այա, ուտեմ չոտ բացացել եմ երեխեքի սենյակ աղջիկների մի հատ Ալենի ինքը իր ծննդյան համար ցանկացել էր, որ ես գումար փոխանցեի, որ ինքը էս էլ ասայել ովքերն ես չեմ ճանաչում։ BTS-ի, ինքը Վինից, դեռ Վիեննայից ուներ լիքը ալբոմները իրանց, սենց ամեն ինչերը, բարձը, չգիտեմ ինչը, ու հիմա մի հատ տեսեք ինչքան բան ա պատվիրել, սենց այս բազմությունը մի հատ հələ նայեք, սրա մեջ էր էլ, սենց ալբոմով եկել ամեն ինչ։ Լիա գալու։ Լիա գալու, ստեղ մեկբուքը գոզալ, մեկբուքը ինչ արա, աստված ջան։ Այ աստված ջան։ Վայ, այ հիմա իսկապես ողջույն սիրելիներս, բարի լույս, ժամը 7-ից մեր բարի լույսը սկսվել է, ավելի շուտ չէ, 6:30-ից, լավ, ու ես դեռ չեմ կարողանում ձեզ նորմալ ողջունել, ժամը 7-ից սուրճ խմեցինք, 7:30-ից դուրս ենք եկել խանութներով, այն խանութները, որոնք շուտ էին բացվում, հետո արդեն այն խանութները, որոնք ընթացքում բացվեցին, գնումներ, այսօր շատ գնումներ էին կարել, որովհետև մյուս շաբաթ, երեխեքը շաբաթել են տանը, մյուս շաբաթ, դասի մյուս շաբաթվանից տանն են, զատկի արձակուրդները, ու հետո մի քիչ շատ բաներ էր պետք է անգամ առնելու, շատ ստացվեց, հանգիստ եմ հիմա, որ գիտեմ տանը ամեն ինչ կա, մի քիչ էլ արդեն դե Ալենիս գնումները միացավ, տեսակ արդեն, այնքան իմ համար հետաքրքիր զգացողություն, աղջիկներն մի քիչ այլ է, երբ որ աղջիկներն են ասում, կուզենք էսի, կարանք էս գնենք, այն գնենք, բայց երբ որ Ալենն է ասում, կարամ իմ սենյակի համար նոր ծածկոց ունենամ, այս մեկը լավն է, բայց ես ուզում եմ սենց կարամ ես ընտրեմ իմ սենյակի ծածկոցը, կարամ իմ համար կամ բարձ ընտրեմ, ու սենց ոչ թե ընկալում ես որպես կամ ասենք մենք այն ծնողներից չենք, որ ասենք տղա ես, բանք ես տղավարի պահի, այդ պետք է ավելի խրախուսել այդ ընթացքում, քաջալերել, որովհետև այդ արդեն երեխաների, դե Ալենը 12 տարեկան է, լրացել է արդեն, այն տարիքն է, տղաների մոտ հասունացման տարիքն է, իրենց ինքնակայացման, ինքնաճանաչման, այն ամենալավ տարիքն է, որ պետք է երեխեքի կողքին լինել, պետք է ոչ թե
ոչ թե ջղայնանալ, նեղվել, այլ նախատել, այլ ամեն հարցում ասել, որ դա նորմալ է, մենք քեզ հասկանում ենք, մենք քո կողքն ենք, այդ ուղղակի իրենց այդ տարիքի բզիկներն աղջիկների մոտ ուրիշ ա եղել, հիմա իմ համար Ալենը մի քիչ լրիվ այլ է, սկսել ավելի ուշադրություն դարձնել իր հիգիենային, որը շատ ինձ ուրախացնում, տեսակ սենյակում անընդհատ բան անում, մի հատ նայում եմ, մի հատ անտիպեսպերանտ ունի իր պայուսակի մեջ, մի հատ բանի սպորտի պայուսակի մեջ, ասեմ նորից էր ուզել, ասեմ ալ վերջացել է քոնը տղես չէ, էդի բանի համար եմ ուզում եմ, որպիսի դասարանի այդ իրենց պահեստային այդ դարակում դնեմ, օծանելիքները, չգիտեմ ինչերը, հենց իրեն ավելի շատ է սկսել հետևել հագուստներին ուշադրություն դարձնել, ես եմ ուզում հագնեմ, ես արդեն չեմ ուզում հագնեմ, սենյակը սենց այս դնենք, ասում եմ մեծ պահարան, արի այդ փոքրիկ պահարանը հանենք, մեծ պահարան դնենք, հələ ես ինձ սենց հարմար է, մեծ պահարան չեմ ուզում, հետո կորոշեմ, բան ասենք լավ, թող քո ասածով լինի, թող քո սրտով լինի, ոնց որ դու կուզես, մի խոսքով պետք է երեխեքին այդ տարիքը իրենց համար շատ կարևոր է, իհարկե ես չեմ ասում, որ իրենց կապրիզներով գնալ ինչ ուզեն անեն, փառքասու չեմ բախվել նման խնդրի, բայց չափի մեջ իհարկե կարելի է բացատրել, եթե մի քիչ օրինակ լինում են պահեր, որ մի քիչ զգում եմ ագրեսիա, արդեն սենց ուրիշ ձև ենք բանանում, ավելի ասեմ երեխեք գնացինք, Զոյկանը հիմնականում որ ներվայնացնում է մեկ-մեկ, իրան հանգիստ թող ինքը կանցնի ամեն ինչ, նորից մեկ էլ մեզ մի քիչ տո գալիս է, Զոյկա կգաս խաղանք նորից, կամ արի գնանք լեգո հավաքենք, կամ արի գնանք էս ինչ անենք, ասեմ Զոյկա տեսար, բա որ ասում էի, ասում հա մամա դու ճիշտ էր, մի խոսքով ամեն հարցում պետք է միշտ ընտանիքի կողքին, միշտ երեխեքի կողքին լինել ու հասկանալ ու էլի եմ ասում, դասիրակությունը բառերով չի, դասիրակությունը մեր քայլերով է, մեր արարքներով է ու այնա ինչ որ երեխեն տեսնում է ավելի հազար անգամ ավելի շուտ երեխեն կհասկանա քո արարքներից, թե դու ինչ էիր ուզում դրանով իրեն ասել, հասկացել, քան թե այդքան բառերի փոխարեն կարելի է ուղղակի ինչ-որ մի բանով ցույց տալ, որ ինքը այդ պահին ճիշտ չէր, որ ինքը իրեն կամ կարող էր այսպես պահել, կամ ինքը իրեն շատ լավ պահեց, կամ էլ ինչպես դրսևորեց ու ինչպես է պետք առհասարակ իրեն դրսևորել։ Այդպես Իսկ եթե ձեզ թվում է, որ ես իմ գործերը պրծել եմ, դրա համար եմ եկել սես կաննել այստեղ ժամերով խոսում, այդպես չի, ինչպես ասեցի, սեփական տան գործը երբեք չի վերջանում, մեծ տան գործը երբեք չի վերջանում, ու հիմա եկել եմ սուրճ դնեմ, գնանք Վիտոյի դրսում մի հատ սուրճ խմենք, բայց կարևորը էս վերևի մեջտեղի հարկը վերջացրեցի, վերևի հարկը աղջիկները դասավորել էին արդեն, դե վերևում աղջիկների ննջասենյակներն Հա, ներքևն էլ դե, ներքևում արդեն գիտեք, մեծ խոհանոց, հյուրասենյակ, լվացկատուն, նկուղ, դրանք, որոնք միշտ մաքրելու կարիք կա, միշտ, հիմա անգելս նախաճաշ էր պատրաստել, իրենք նախաճաշում էին, մենք այսօր դրսում ենք նախաճաշել, հիմա գնանք մի հատ էլ սուրճ խմենք, մի հատ սուրճ պատրաստենք, գնանք սուրճ խմենք ու տեսնենք ինչ ենք անում, այդպես, հիմա մի հատ մի քիչ կկտանենք, մի քիչ ավելի սենց բանան, մի քիչ ավելի ճոխ սուրճի սեղան, չնայած որ իմ համար սուրճի հետ ոչ մի բան պետք չի, սուրճի հետ էլ ոչ մի բան պետք չի, եթե մենակ սուրճ, քաղցրն էլ տեսակ սիրում եմ, որ ունենամ տանը, բայց սուրճի հետ քաղցրել չեմ սիրում, սուրճը սուրճա հենց ինքն իրենով իր դառնությամբ, առանց շաքար, առանց կաթ, առանց ոչ մի բան, Հիմա մի հատ արագ սենց ես մրգերը կտրատեմ, լվացել սրանք դրել էի արդեն հիմիկվա համար, մի հատ արագ սրանք կտրատեմ, դուրս կանք պատշկամ ու կրկին միանա։ Մինչև սուրճս պատրաստ լինի, տեսնենք Վիտոն ուր հասավ, ինչ գործի է, այստեղ ես մոտ պատտեմ մի հատ տեսեք ինչքան սիրուն է։ Սիրտս թրթռում է, երբ որ պատկի ասեմ, հեսա մի որոշ ժամանակ հետո, սենց ամբողջը արդեն կանաչա լինելու կարող եմ դրսում նստել, եղանակը տակ, վայելել, սիրում եմ բնությունը, սիրում եմ ես, բոլոր եղանակներն էլ սիրում եմ, բայց գարունը ամառս մի տեսակ ուրիշ է, այդ կանաչը, ծաղկունքը, զարթոնքը, երբ որ բնությունը զարթոնք է ապրում, այդ մի ուրիշ տեսակ գեղեցկություն է, մի ուրիշ տեսակ հմայք է, այդպես, ասացի պտտեմ տեսնեք, այս մի հատ սենց, այս կողմով պտտեմ նայեք լավ, Ինչքան սիրուն եղավ, սիրուն հավաքեց, մաքրեց,
Հաճոճում ինձ ասպասում սուրճս կնեմ գնամ մի քիչ նստեմ ինձ։ Կարելի նստել գիրք կարդալ, դասերս գոնել։ Սուրճը նայեմ։ Դավալ հասա ժամանակի։ Եղանակը խառն է ծահագին։ Լվացքս կգնամ կհավաքեմ, հեսա մի հատ սուրճը խմենք, գնամ լվացքը հավաքեմ ու հա գնումների պահովին չի ասում, այսօր համել շատ էր, որովհետև օրդինացիայի համար էլ ահագին բաներ ունեի գնելու, գնեցի նոր գրաֆինկաներ, ջրա, ուր, ինչա գրաֆինկան հայերեն, գնաց, հասկավ նոր գրաֆինկաներ, գնեցի, որովհետև մենք ունենք ջրի սարք, որը այնքան էլ առողջարար չի իմ կարծիքով, ոչ միայն մեր կարծիքով, որ այդքան երկար ժամանակ մնում է ինքը այդտեղ ջուրը դրած, ինչքան էլ ինքը ֆիլտրվում է, ինչ ա լինում, ու որոշեցինք, որ մենք կարող ենք սիրուն բան ենք գնել, հավիտոն եկավ, սա սուրճը խմենք, հա, ինչ էի ասում, պետք է դնենք այդ բաները, ջրի, այնքան սիրուն է այդ տեսակ այդ պահարանը, նոր գորգ եմ գնել այդ դրան դիմացի համար, այնտեղ ծաղկաման, ծաղիկներ, մի քանի բաներ էլ, նաև գազավորված ջուր, քաղցրավենիք, սուրճ, մի խոսքով շատ բաներ, որոնք պետքա, չգիտեմ, երկուշաբթի օրը կամ ես կտանեմ, կամ եթե հարմար լինի, շաբաթ կիրակ այսօր վաղը կտանենք, կթողնենք, կգանք, որ հետո չտանեմ այդքան բանը, տանենք դասավորենք, մի խոսքով այդպես հիմա մի հատ սուրճը խմենք ու անցնենք առաջ։ Վերջ, սուրճն էլ խմեցինք, վերջացրինք, ստեղ դասավորեցի, այ տեսեք, աղ չարանք, պետքա գնանք աղ առնենք, մեքենայի աղը վերջացել է։ Ներքևում կունենամ հաստատ, լավ գնամ ներքևից կբերեմ, այս հիմա միացնում ենք ու գնում ենք ներքև, մնացինք, գնում ենք հիմա այլ հաց սարքենք, պես որ պրսնել չկա, հանգստություն չկա, հանգստացա սուրճը խմեցի հերիքը, նորես այդքանը քեզ հերիք էր, գնացինք ներքև։ Մի հատ եղանակ անեմ, արժի լվացքը հավաքել, թե չէ լավ, հելը ոչ թոք համին, օրորի շորորի լավ տավել այս կոմենքում, սեք մի հատ, արդեն նարգիզներս ծաղկում են, այս անգամ հետևորդույս ասել էր, որ ծաղկի վերջացնի, օրդինացիայում էլ ունենք ծաղկամանի մեջ, դրանք էլ կբերեմ, արդեն ասեց խնձորի այդ սոխուկները առանձնացրու, առանձին դիր իրենք կբազմանան նորից, այդպես էլ կանեմ, ուրախ եմ, որ ինձ խորհուրդներ եք տալիս, գնացինք ներքև հաց սարքելու, ուրեմն իջա ներքև, ու անգելես պատրաստել էր ամեն ինչ, խնդրեց մինչև հաց սարքելը իրեն ցույց տամ, թե ոնց կարա պատրաստի բլինչիկներ, բայց որ հաստոտ լինի, խտացրած կաթով բանով ուտեն, այդ արեցինք, ինքը նկարեց բաղադրատոմսը իր համար, որպեսզի անընդհատ չզանգի ինձ հարցնի, երբ որ տանը չեմ, որտեղ արդեն սկսել է շատ հավեսով պատրաստել ու ասեմ մի բան է, ինչ ստացվում է, շատ համով է ստացվում իր մոտ, այստեղ էլ թավան ենք դրել, ուզում եմ մի քիչ հաստոտ սարքենք, որ սենց ջերմով բանով էլի, որպես թխվածքա բլիթներ։ Լավ, մինչև տաքան ես էլ անցնեմ հաց սարքել։ Բարև ձեզ, քանի որ մաման ասել է, շատերը հարցնում եք, թե ոնց եմ ես սարքում իմ սերուցքով պաստաները, այսօր որոշել եմ ցույց տամ։ Ուրեմն առաջինը ես պետք է հավի միս կտրտած, կրծքամիս, հա։ Կուկուրուզ, սերուցքային պանիր, սերուցք, աղ, պղպեղ ու մի քիչ կաթ։ Եկեք ստեղ ինչ պաստա ուզում եք, ես ենք ընտրել։ Այս կողմում արդեն ջուրն է եռում, որ պաստան լցնենք, ստեղ էլ հիմա քանի որ որոշել ես նաև ինչ սարքես։ Թեզր։ Սկզբից էսի կտապակենք։ Չէ, սկզբից ավելի լավ է չորահացերը սարքենք։ Հետո կտապակենք կտապակի բանը, հավի միսը մի քիչ կվերցնենք, հետո նոր ընթացքը, բայց այս անգամ ընթացքը ամբողջ ցույց կտամ, որ միշտ չհարցնում եք, որ իմանաք արդեն։ Սենց լավ սկսեցինք։ Հիմա այստեղ ծեթը լցնում ենք ու հացերը տեղավորենք մեջը։ Հիմա լավ կտապակվի ու մի քիչ կվերցնենք թեզերի համար։
ուրեմն այստեղ պատրաստում ենք աղցանի սոուսը։ Իհարկե մենք ցեզր ենք անվանում, բայց դե լցնում ենք այն ինչ որ մենք սիրում ենք։ Այստեղ ինձ մոտ թթվասեր է, այն կրեմիկ թթվասերը, որ գնել ենք։ Կլցնենք այստեղ աղ, սև պղպեղ, մի քիչ կարմիր պղպեղ, սխտորի փոշի ու անգելել ինչ։ Ու վերջ։ Ու վերջ։ Ու հետո վերջում կավելացնենք արդեն վերջում, որ չորահացերը չփափկի։ Ուժեղացրու, որ ջուրը շատ դուրս չտա, անտապակվի, համեցի անտապակվի։ Այս կողմում արդեն կտրատում եմ, կտրում եմ բանը, սալաթի թերթիկները, վարունգ, լոլիկ, սունկ չեն ուզում երեխեքը, որ սունկով պատրաստեմ, մի քիչ ռուկոլա էլ կլցնենք, որ ավելի համեղ լինի, մաղադանոս, սող կանաչ, լոլիկները հեսա կտրեմ, չորահացերը, պանիր և սոուսը շատ համով աստացվելու։ Ուրեմն աղցանին այսպես լավ տապակել ենք, բայց սոուսի համար ցենց ենք վերցրել, որտեղ պետք չի շատ լավ կարմրած։ Այստեղ արդեն ինձ խաշվում է։ Հիմա այս տապակենք ու անգելել անցնի սոուսի։ Հիմա համեմում ենք։ Ինչը։ Սև բիբարով։ Դա խառնեցնեմ, դա կխառնեմ, աղ ու չորացած կանաչի։ Հետո լցնենք սեյուցքը։ Խառնում ենք մի քիչ, հետո պետք է սրա մեջ մի քիչ փլավի ջուրը լցնենք, խառնենք ու հետո լցնենք։ Որ ոչ մի գրամ չթափենք, չէ՞ ոչ մի բան։ Շերեփով։ Այ անգել ջան, ասում դիտենք սրա մեջ խառնենք, որ ոչ մի գրամ չփչացնենք։ Ապես դե ցամու է։ Դե հասկանալի է։ Հետո պետք է թողնենք ցած մի քիչ եփի ու մեջը լցնենք կուկուրուզը, եգիպտացորեն։ Արդեն կավելացնում, որ վերջում փլավը լցնենք, շատ պինդ չլինի, ցած կրեմիկ լինի։ Հա, պանիրը եպես լցնում, սերուսկային պանիրը։ Վերջում։ Որ փլավը լցնում ես նոր։ Որ անջատում ես նորից լցնում, որ ցած խառնվի իրար։ Հիմա էսի փակում ենք, եփի մի քիչ, թե ո՞նց։ Հա, մի քիչ պետք է եփի։ Կամացած։ Դնենք լավելը լրիվ չի էփե, պետք է թողնենք սրա մեջ մի քիչ էփի, որ ջուրը լավ, այսինքն սոուսը լավ ներսծվի, դեռ ասում այդ փլավի մեջ։ Մի քիչ խառնենք։ Որոնք անջատենք էսի։ Սենց նույն ձև սարքում են նաև բանով, կանելով։ Հա, բան, կրիվետկայով։ Կրիվետկաներով շատ ավելի համով աստացվում, այստեղ ավելի կրստանուսով այլ։ Ուրեմն այստեղ պատրաստ արդեն ես, սոուսն էլ է պատրաստ, ուտելուց էլ արդեն կլցնենք չորահացերը, այս։ Վերջ, հիմա լցնում ենք այս սերուցքային պանիրը։ Ախորժելի է։ Վերջ, սիրելիներս, պատրաստ արդեն, այս իմ ապսենա, մի հատ տեսեք, համեղ աղցանը, պաստան և բարիախորժակ բոլորիս։ Հացը կերանք շոտ հոմով էր, իսկապես շատ համեղ աստացվում, ու որ անդադ հարցնում եք, ես ուղղակի գրում եի, ասի անգել ինչ կլինի ես անգամ մանրամասն ցույց տուր, ասում եմ դու գիտես, ես ամեն անգամ տարբեր բաներ եմ խառնում մեջը, մի անգամ կրիվետկաներ, մի անգամ ուրիշ համեմունքներով, բայց այս անգամ այն ամենադասական տարբերակը, որ իրոք շատ համեղ աստացվում է սերուցքային ու յուրաքանչյուր պաստայի հետ, լինի սպագետի, ինչ տեսակի ուզում լինի, շատ համեղ աստացվում։ Կարող եք նաև մացարելա կամ ուրիշ հալվող պանիր ավելացնել, բայց այդպես հենց սերուցքային պանիրով արդեն շատ հյութեղ է, շատ համեղ է։ Հիմա դուրս ենք գալիս, գնանք
քանի որ ասի իրերը մեքենայի մեջ է, օրդինացիայի համար տանենք բանալին դե մոտս է, տանենք դրանք իջացնենք, որ երկու շաբթի օրը Վիտոն ինձ չի տանում, այլ շաբթի օրերը ավտոբուսով եմ գնում, որպեսզի այդքան վեշեր ավտոբուսով չեմ կարողանա տանել, գնանք դրանք տանենք, համ էլ դեռ ժաման, չգիտեմ, ասեց ես գործ ունեմ, այսինքն ասեց կարանք որոշել ենք վաղը, ասեց այդ կողմում գործ ունեմ, տենամ ինչ գործ ունի, ամեն դեպքում գնացինք։ Քանի եկել եմ, մի անգամից ծաղիկների ջրերն էլ որոշեցի փոխեմ, նոր գնամ։ Այստեղ ինձ թողել եմ, նենց մնացել է։ Այստեղ պետք է սիրուն դնենք բանը, ջուրը, այստեղ էլի ուրիշ ծաղիկներ, ասկով։ Վերջ գնացինք։ Գնումները կթողեմ սենց, շատիկը կամ կդասավոր եմ։ Վերջ։ Մենք միջև եկանք անգելը սարքել է իր բաները, որտև ասլեի հաց ուտենք նոր կսարքես, քանդով է ստացվել, սենց իրանք սիրում են ուտել ջեմով, կտացրած կաթով, սենց։ Հիմա կասեք, էսուր Կարինեշան նոր տուն եկար, իրականում արդեն երեկո է, ես հագել եմ են շորիկը, որը պատվիրել էի օրեր առաջ, բայց այդպես է ցույց չեմ տվել, ու շորիկը չէ լավ շոր է, ուղղակի կարճ է, դրա համար ասում ենք շորիկ, թե չէ շոր է, զգեստա, ու գնում ենք տեքորս տուն, մեծերը աղջիկներս սենց շատ սպոնտան ստացվեց գնալը, դրա համար իրենք էլ համապատրաստից աղջիկները չեն գալիս, մենակ Ալենն ու Զոյկան են մեզ հետ, արդեն նստած են մեքենայում, ես էլ հելա դուրս ասի մի հատ նկարվեմ, հեսա մի հատ ցույց տամ, ինչ եմ հագել, ոնց եմ հագել, շնացվում շատ արագ հագա, զուգակուլպաները շատ լավ կներ, որ մարմնագույն հագնեի, բայց չգտա մարմնագույնս, բայց դե ոչինչ երեկո է արդեն, հեսա վերարկուսել վրայից, այսինքն կիսա թև երկար բան է կհագնեմ, ոչինչ, մյուս անգամ մարմնագույնով կհագնեմ, դուք էլ հեսա որ տեսնեք, կասեք մարմնագույնով ավելի սիրուն կսազի, պես եմ ցույց տամ ու գնեմ։ Զոյկաս ու Ալենս հարմարավետ տեղավորվել են, մի հատ Ալենի նստած ձևն է եկել մեքենայում, ինքը այսպես փռվում է մեքենայի մեջ ուղղակի։ Արդեն հասել ենք, ու Զոյկան վազում է, որ ինքը Ալենից առաջ ներս մտնի, բայց դե Ալենն արդեն ներսում է։
Մենք արդեն հետ ենք գնում ու ես ինչ եմ անում, ճանապարհին կա այսպիսի տեղ, որ դու գումարը գցում ես, ուղղակի կասայի մեջ, հատը կան կակաչներ 60 սենտ, կան 90 սենտ, դու գցում ես ու ըստ դրան հավաքում ես կակաչներ։ Ու տեսեք, ես հավաքեցի իմ կակաչները, իհարկե անպայման գումարը գցելուց հետո։ Սիրելիներս, վերջ, մենք արդեն տանն ենք։ Ժամը 11:30 է, շատ լավ ժամանակ անցկացրեցինք, շատ հագեցած, շատ հաճելի, Հայաստանից հյուրեր ունեին, շատ լավ ժամանակ անցկացրեցինք, գնանք հանգստանանք, վաղը կիրակի է, բոլորիս հաճելի կիրակի եմ մաղթում, օրհնված կիրակի բոլորիս, այս վլոգը ես կմոնտաժեմ, կտեղադրեմ, որ առավոտյան վլոգ ունենաք նայելու, երևի առավոտ շուտ կհարթնանամ, թե հիմա չէ, հիմա հոգնած եմ, հաստատ չէ, մի խոսքով տեսնեմ կամ վաղն էլ կնկարեմ, կամ էլ հենց այս վլոգը կտեղադրեմ ու կտեսնեք, ամեն դեպքում բոլորիս բարի, խաղաղ, անփորձանք գիշեր։ Ամեն դեպքում ես որոշեցի այն, որ այսօրվա գործը վաղվան չթողնել, ժամը 12:30 է, 1 ժամ տևեց իմ մոնտաժը վերջացրել եմ, հիմա կտեղադրեմ YouTube, որպեսզի առավոտյան կիրակնօրյա սուրճի հետ նոր վլոգ ունենանք դիտելու, այ հիմա իսկապես բարի գիշեր։